Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության ղեկավար կազմի անդամները, աշխարհի տարբեր համալսարանների պատվիրակները, գիտնականներն ու հետազոտողները մանկավարժական համալսարանում են։ Մասնակցում են կրթությունը և փիլիսոփայությունը միջազգային գիտաժողովին, բաց դասախոսություններ, կլոր սեղաններ, բանավեճեր։ Գիտական համայնքը քննարկում է ոլորտի հաջողություններն ու մարտահրավերները։ Հայաստանի համար բացառիկ իրադարձություն է, որովհետև FISP-ի ամբողջ նախագահության կազմը, այսինքն ղեկավարող կազմ է կոչվում, հանձնաժողով, այստեղ է։ Ավելին, նրանց նախագահները, փոխնախագահները ընդգրկված են գիտաժողովի կազմ կոմիտեում և դեռ դա էլ բավական չէ, նրանք ներկայացնում են այսպես կոչված դասախոսություններ բաց, որը բացառիկ երևույթ է ոչ միայն հայ իրականության համար, այլ առցասարակ համաշխարհային փիլիսոփայական համայնքի համար։ Գիտական նախաձեռնությունը բուհը ծրագրել էր վաղուց, սակայն իրականություն դարձրեց խորհրդանշական ժամանակահատվածում, նշանավոր փիլիսոփա ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտնականն իր հարուստ փորձն ու ներուժը կապել էր հենց մանկավարժական բուհի հետ, հիմնել և ղեկավարել է միջազգային հետազոտական ինստիտուտը, որի գործունեությունը մինչև այսօր կարևոր դեր է խաղում համալսարանի ակադեմիական կյանքում։ Հիմա ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղի են ունենում փոփոխություններ, արժեհամակարգային փոփոխություններ, նոր սկզբունքներ, նոր հարաբերություններ, եւ ահա այսօրվա միջազգային գիտաժողովը ինքը դառնալու է մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հեռավոր արևելքից, Չինաստանից, մինչև Եվրոպա եւ այլն, որտեղ որ կհնչեն ամենատարբեր գաղափարներ վերարժևորելու, մտածելու, համադրելու, ապրելու նոր ուղղություններ ու եզրեր փնտրելու։ Կրթություն փիլիսոփայություն կապի գաղափարը Բրուտյանի գիտական աշխարհայացքի առանցքային ուղղություններից էր։ Մասնագետները քննարկում են նաև մշակութային ինքնության մարտահրավերները, հոգեբանությանն ու սոցիոլոգիային առնչվող հարցեր։ Լիահույս են միջազգային գիտաժողովը կդառնա շարունակական, պարբերաբար համախմբելով ժամանակակից փիլիսոփայության ներկայացուցիչներին։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։